Շատ արդյունավետ էին բանակցությունները Ֆլորիդայում, փաստում է թե ամերիկյան, թե ուկրաինական կողմը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցությունները համարում է շատ արդյունավետ, սակայն նա կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար դեռ շատ անելիք կա։ Մենք ունեցել ենք ևս մեկ շատ արդյունավետ հանդիպում, հիմնվելով այս շաբաթվա իրադարձությունների, Ժնևում բանակցությունների արդյունքների վրա։ Այնուամենայնիվ դեռ շատ անելիքներ կան։ Ռուբիոն նշել է, որ բանակցությունները վերաբերում են ոչ միայն հակամարտության կարգավորմանն, այլև Ուկրաինայի ապագային անվտանգության ապահովմանը, քանի որ անհրաժեշտ են երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ։ Ըստ Ռուբիոյի, Ռուսաստանը վիճելի հարցերի լուծման գործում պետք է լինի, այսպես ասած, հավասարման մաս։ Մենք ցանկանում ենք օգնել Ուկրաինային հասնելու երկարատև անվտանգության, և նույնքան կարևոր է, և մենք ցանկանում ենք մուտք գործել իրական բարգավաճման նոր դարաշրջան։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը ևս բանակցությունները համարում է արդյունավետ և հաջողված։ Այս հանդիպումը արդյունավետ և հաջողված էր։ Մեր նպատակը բարգավաճ, ուժեղ Ուկրաինան է։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը, և ԱՄՆ-ն շատ ուժեղ աջակցություն է ցուցաբերել։ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ Կիևի հիմնական նպատակներն անվտանգությունը, ինքնիշխանությունը և երկարատև խաղաղությունը մնում են անփոփոխ, ինչը ընկալելի և ընդունելի է նաև ամերիկյան կողմի համար։ Ֆլորիդայում տեղի ունեցած հանդիպումը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Wall Street Journal-ը գրում է, որ Ֆլորիդայում քննարկվել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու թեման և տարածքներ փոխանակելու հարցը։ Ֆլորիդայի բանակցությունները կոշտ էին, բայց շատ կառուցողական, հաղորդում է CNN-ը, հղում անելով իր աղբյուրին, որի փոխանցմամբ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ամենազգայուն հարցերը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է նաև, որ դեկտեմբերի 1-ին ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան Ջարեդ Քուշները խաղաղության ծրագիրը քննարկելու համար հանդիպումներ կունենան Մոսկվայում, գրում է France Press-ը։ Axios-ին էլ ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ 5 ժամ տևած բանակցությունները կենտրոնացած են եղել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում ռուս-ուկրաինական փաստացի սահմանը որոշելու վրա։ Պարբերականը նաև հիշեցնում է որոշ պաշտոնյաների այն պնդումները, որ Ռուսաստանը կանգ չի առնի, մինչև ամբողջ Դոնբասը չվերահսկի։ Axios-ի աղբյուրները հայտնել են, որ Վաշինգտոնը կողմ է, որ Կիևը հանձնի այդ տարածքները Ռուսաստանին, որպեսզի Պուտինը խոչընդոտ չունենա խաղաղություն կնքելու հարցում, սակայն դա ցավոտ զիջում կլինի Ուկրաինայի համար։ ԱՄՆ նախագահ Թրամփը լրագրողներին ասել է, որ խոսել է Ռուբիոյի և Ուիթկոֆի հետ և նրանց մոտ ամեն ինչ լավ է։ Ուկրաինան որոշ մեծ խնդիրներ ունի, կան որոշ բարդ խնդիրներ։ Կարծում եմ, Ռուսաստանը ուզում է, որ սա ավարտվի, և ես գիտեմ, որ Ուկրաինան նույնպես ուզում է, որ սա շուտ ավարտվի։ Նրանց մոտ կոռուպցիոն խնդիրներ են առաջացել, ինչը չի նպաստում այս գործին։ Ինձ զեկուցել են բանակցությունների արդյունքների մասին և կարծում եմ, որ համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա։ Միջազգային մամուլն ակնկալում է, որ այս շաբաթ ևս ակտիվ շփումներն ու հանդիպումները հակամարտության կողմերի հետ կշարունակվեն։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։